Ողջույն ցեզի սիրելի ժողովուրդ հայոց, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով ողջունեմ ցեզի Դելֆի այս սքանչելի քաղաքեն։ Ես ցեզի այսօր պիտի ներկայացնեմ այս Դելֆի քաղաքը սիրելներ, որ առաջ 8-րդ դարուն սարքված է, սքանչելի բնություն կա, չնաշխարհիկ իսկապես խաղաղություն։ Լերները կտեսնեք 900 մետր փառ ես որքան փարսած որբեսի բացնեմ այս բոլորի մասին։ Այստեղը ասեմ, որ Քրիստոսի առաջ 5-րդ դարուն սարքված ստադիում է, մարզաթաշտ է, ուր որ մրցումներ կկատարվեին, նախաբես սիրելներ այստեղը քեդինը կնստեին ժողովուրդը, բայց Հադրիան թագագայսրին ժամանակ Քրիստոսի առաջ 2-րդ դարուն այս մարմարե նստարանները սարքվեցան, որ մարդիկ նստին։ Ուրեմն այստեղը մուտքն է, կտեսնեք անցյալին ուրեմն գամարներ եղած են եւ այդտեղ են մտնեին եւ այդտեղ են սկսեր մրցումը, զանազան մրցումներ գլային վասկի, ուրեմն գարքերով, իրարութեմ մրցելով եւ հաղթանակողը անպայմանորեն կստանար արմավենիի ջուղերով հյուսված բսակ եւ այստեղը օրինակ 178 մետր երկայնք ունի այս ամբողջ տարածքը 17-18 մարդիկ միասին գրնային վազել եւ մրցել իրարու հետ այստեղը որ կտեսնեք այս հadouk նստարանը ուրեմն թադավորներու նստարաններ հadouk որովհետեւ մրցումին հետևեին եւ թադեին իսկ մնացյալը ժողովուրդը այստեղ կնստեր Մինչ այդ որ ես ներքև գիչնեմ շատ ուխտավորներուն պատմած եմ ուրեմն Դելֆի պատմության մասին ես հիմա կալածադենս նաև ցեզի կպատմեմ սիրելներ այս սքանչելի վայրին մասին Դելֆիի մասին Մինչ այդ դուք այս գեղեցիկ բնությունը կվայելեք Դելֆին սիրելիներ քանի մը թիցապանական իմաստներ ունի Դելֆի նախ հունարենով նաև կնշանակե արքանտ որովհետև արքանտը ծնունդի խորհրդանիշ է հետևաբար Ադելֆոս Ադելֆի քույր եղբայրն հունարենով քույր եղբայր կնշանակե որովհետև կնշանակե նույն արքանտեն ծնած Ուրեմն ըստ ավանդության Այստեղը նախ ասեմ, որ Ապոլոյի դաջարի ավերակներ իմացեց ցույց տամ, ով եղած է Ապոլոն Չաստվածը։ Գիտեք, որ Հունաստանը տիցապանության միթոլոգիի ուրեմն երկիր եղած է։ Այստեղը նաև Հունաստանը եւ փիլիսոփայության եւ արվեստի եւ առասպելապանության իսկապես որ հայրենիք եղած է քաղաքագրթություն եղած է այստեղ քաղաքագրթությունը այստեղ են սկսած Հունաստանեն որովհետև Հունաստանը իսկապես որ բացառիկ վայր եղած է այս բոլորին ուրեմն ըստ ավանդության գբատմվի որ ագամ ավելի ըստ առասպելի եթե վերը պիտի տեսնես ստադիումը ասոր յետևը ստադիումն է Այո, ուրեմն ըստ առասպելի սիրելիներ Զևսը, որ չաստվածներու, հին հեթանոսական աստվածներու հայրը կնկատվի, ուրեմն Զևսը ինքը բացի իր օրինական գնոջն է, իր գնոջ անունը Հերա էր, որ թե իր գինն էր եւ թե նաեւ իր քույրն էր կամ խորտ քույրն էր ուներ Զևսը ուրիշ սիրածներ եւ ուրիշ զավակներ դարբեր գիներ է, դարբեր սիրուհիներ է ըստ առասպելապանության ուրեմն Լիթո անունով գնոջ հետ ուրեմն հարաբերություն ունեցած էր եւ այդ Լիթոն իր արքանտի մեջ երկու զույգ զավակներով հղացած էր Եվ այդ զավակները պիտի լային հետակա աստվածները Ապոլոն եւ անոր քույրը Արտեմիսը
ահա սիրելիներ, տեսեք գեղեցկությունը այս Դելֆի քաղաքին։ Ուրեմն ողջույն բոլորիդ։ Ուրեմն երբ որ Հերան Չաստվածուհին գիմանա, որ Զևսը զավակներ բիդունենա Լիթոյեն, գահալաձե Լիթոն, որբեսի չձնընթափերը անիգա եւ չկարողանա ձնընթափերել Ապոլոն եւ Արտեմիսը։ Եվ այդ ընթացքին ըստ առասպելի ընթարցյալ անոնց յեդին գթողու հսկա վիշաբը Փայթոնը եւ այդ վիշաբը ամեն ինչ կնե հալածելով Լիթոյի, որ երբեք չկարողանա ձնընթափերել եւ ամբողջ երգիրը ինք գահալաձե Լիթոն, որ երբեք զավակ չկարողանա փերել։ Բայց Լիթոն գահաչողի դերմը գտնել, որ Հերա Չաստվածուհին անեցկեն եւ Փարգութենեն հերու էր, նախանցեն հերու էր եւ այնտեղ գձնընթափերը իր երկու զավակները Ապոլոն եւ Արտեմիսը, որոնք իրարու հետ զույգ, ուրեմն եղբայր եւ քույր են։ Եվ ըստ առասպելի ընթարցյալ երկու Ապոլոն իր ուրեմն նիսակով գսպաննե Փայթոնը Դելֆին եւ այդ սպանումով գազադակրե երգիրը անոր հալածանքեն եւ վերջը Ապոլոն նաեւ գթարնա դոլֆին, որբեսի գտնե մարտիկը, կտեսնեք հավասիկ սկանչելի բնություն մեկոմեն, եւ ադոր համար նաեւ դոլֆին, դելֆի, նաեւ նույն բարերեն է որ գուքան։ Այս վայրը Քրիստոսի առաջ 6-րդ դարենը սկսյալ եղած է Ապոլո Չաստուձո գլխավոր պաշտամունքի վայրը եւ ահա իր տաճարը այստեղ են ցեզի ցույց տամ տաճարի ավերակները անշուշտ ասիգա Ապոլո Չաստուձո նվիրված տաճարին ավերակներն են վերեն ցեզի ցույց կտամ նաեւ սիրելիներ Ապոլոյին զատ այստեղը պաշտված է Աթինա Չաստվածուհին, որ Աթենք անունն ալադերեն գուքա եւ անոր դաջարը, անոր նվիրված դաջարը եղած է ներքևը, ահա գտեսնեք ներքևը ավերագը դաջարին Աթինայի, այստեղ է որ Աթինայի Չաստուձո ուրեմն պաշտամունքը նաեւ կատարված է, իսկ տեսեք նորեն ցույց կտամ ցեզի Աթինա Չաստուձո դաջարի պաշտամունքը, իսկ այստեղ Ապոլո Չաստուձո տաճարի պաշտամունքը։ Այստեղը սիրելիներ, այս պաշտամունքը Ապոլոյին շարունակվեցավ մինչև Քրիստոսի ետք 4-րդ դարու ավարտը 392-393 թվականը, երբ որ քրիստոնյա նախանցախնդիր Թեոդորոս Գայսրը ամբողջությամբ արգելեց ուրեմն պաշտամունքը Ապոլոյի եւ նաեւ անշուշտ ամբողջ վայրերուն հետանոսական եւ այստեղ որ Ապոլոյին նվիրված տաճարներ լքվեցավ այդ թվականեն ի վեր։ Ասեմ որ Դելֆին նաեւ հրճակավոր է սիրելիներ իր մարզական խաղերով ինչպես ստադիումը ցեզի ցույց տվի։ Գիտեք որ Հունաստանի մեջ են է որ ողոմբիական օլիմպիկ խաղերը սկսան երկու փարով ալադալ սենցեզի ողոմբիական խաղերը սկսան Հունաստանի մեջ Քրիստոսի առաջ 776 թվականին եւ շարունակվեցան մինչեւ ահավասիկ նույն թվականը Քրիստոսի ետք 392-93 թվականը երբ որ արգելվեցավ Թեոդորոս Գայսրի ողոմբիական խաղերը։ Ողոմբիական խաղերը 4 տարին անգամ կկատարվեին, ինչու որովհետև Հունաստանի մեջ 4 կարևոր վայրեր կան, որ 4 կարևոր դոներու ընթացքին ամեն տարի դեղմը
խաղերը դեղի գունենային, առաջինը ուրեմն օլիմպիկի մեջ, երկրորդը ճիշտ այստեղ է սիրելիներ, Դելֆիի մեջը դեղի գունենային խաղերը եւ երրորդ եւ չորրորդ տարիները ուրիշ տեղեր, ադոր համար 4 տարին անգամ այս խաղերը ողոմիական խաղեր գլային։ Սիրելիներ, այստեղը վերևեն ցես ցույց կտամ թատրոնը, Դելֆիի թատրոնը։ Այստեղ է որ գահավաքվեին, տեսեք, եւ թատրոն կամ պոետ բանաստեղծություններ կամ այլն, ասիկա իրենց թատերասրահն էր, բացօթյա թատերասրահն էր։ Տեսեք, սկանչելի է ճիշտ իմաց տալ Ապոլոյի դաջարի ավերակներն են անշուշտ, ճիշտ գողքին սիրելներ, մենք ուխտավորներով այցելեցինք թանգարանը, թանգարանի մեջ բազմաթիվ արձաններ եւ բազմաթիվ հնություններ կան Քրիստոսի առաջ օրթարենը սկսյալ մինչև ավելի ուշ ժամանակաշրջանը։ Անոնք, որոնք եւ պատմություն գսիրեն եւ նաեւ գսիրեն սիրելներ աշխարհակրություն, գսիրեն այսպիսի բաներ, կրնան անպայմանորեն այցելել։ Ասեմ, որ եթե շարունակեմ պատմությունը, երբ որ ուրեմն գայստրին քրիստոնյա գայստրին գոմե 4-րդ դարու ավարտին արկիլվեցավ այլևս եւ լքվեցավ այս Դելֆի քաղաքը եւ նաեւ Պաշտամունքային բոլոր վայրերը փակվեցան, ուրեմն Դելֆին մեկ կողմ ցկվեցավ, լքված վիճակի մեջ մնաց Դելֆին սիրելիներ, 4-րդ դարը մինչև 7-րդ դար։ 7-րդ դարուն մարդիկ սկսան այս ավերակներուն վրա, ավերակներու քարերով եւ նաեւ դաջարի քարերով եւ նաեւ ավերակներու քարերով դուներ սարքել եւ այդ դուներու մեջ ապրեցան մինչև 1900 թվականի սկիզբները։ 1900 թվականի սկիզբներուն ուրեմն կառավարությունը որոշեց վերականգնել այս շրջանը, ուստի ինչ ըրավ այստեղի մարդոց ուրեմն անոնք որոնք կբնակեին այս դուներու մեջը դուրս հանեց իրենք այստեղեն, անոնց գումար տվավ եւ ճիշտ այս ճանապարհը որ գտեսնեք ներքևը, ճանապարհի դարձվածքին ուրեմն Դելֆիի նոր քաղաքը սարքեցին եւ ժողովուրդը այնտեղ փոխադրվեցան։ Այլապես սիրելիներ, այս ամբողջ շրջանը, որ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի նաեւ պահպանության տակ կգտնվի, ամբողջ շրջանին մեջը բացարձակ կերպով արգելված է ովև մեկ դուն սարքվի, կտեսնեք թաշտերը ցիտենիի ուրեմն բաներ են ամբողջությամբ ցիտենիներ են, ոչ մեկ դուն գա այստեղ բացարձակ կերպով, միայն դիմացնիդ կտեսնեք ուրեմն Աթինայի նվիրված դաջարի մնացորդածը, այլապես ոչ մեկ դուն սիրելիներ չեք գտներ այս վայրին մեջը։ Ձեզ արջևենալ ցույց տամ այս թատրոնը, հրաշալի է, սիրելիներ տեսեք լերները։ Հավասիկ այս թատրոնը սիրելիներ Դելֆիի թատրոնը, որ սկանչելի, իսկապես որ Քրիստոսի առաջ 4-րդ դարուն է որ սարքված է, հավասիկ հոսեր որ գնստեին եւ գտիդեին ամբողջությամբ կամ գլսեին եւ բանաստեղծություններ գսվեին։ Հրաշալի վայր է, գիտեք որ Բողոս Արաքյալը սիրելիներ, երբ որ եկավ եւ քարոզեց, դեսավ որ որքան հույներուն անշուշտ, դեսավ որքան չաստվածներու պաշտամուն կար եւ այդ բոլորը իրեն նեղություն կպատճառեր, սակայն ինք եւ դեսավ որ աթենքի մեջնալ անհայտ Աստուծո նվիրված ուրեմն դաջար կար եւ ինքը սա որ ես անհայտ Աստուծո մասին է որ եկած եմ ցեզի պատմելու, որովհետեւ մինչ այդ դուք ձեր աստվածները ցերկով սարքեք, բայց ես որ ցեզի գխոսիմ Հիսուս Քրիստոսն է Աստծո որդին, որուն ցերկին կորձն ենք, ցերագերտն ենք, մենք իր ցերկով է որ մենք ամենքս գանք շինված ենք եւ իր շունչով է որ մենք գանք ունենք։ Ահավասիկ Ապոլոյի դաջարին սիրելներ պաշտամունքի դաջարի մնացորդը այստեղ էր որ խարեր շարունակ Քրիստոսի առաջ 6-րդ դարը մինչև Քրիստոսի 4-րդ դար պաշտամունք կատարված է 10 դար 1000 տարի
Ապոլո Չաստուձո գլխավոր պաշտամունքի վայրն էր։ Մենք այստեղ են ուրեմն Աթենքեն Դելֆի մոտավորապես 2.5 ժամնոց ճամփա է։ Մենք սիրելներ գուղվինք դեպի Կալամբակա, Կալամբական ուրեմն այն վայրն պիտի լավ եւ ցույց պիտամցեզի ուր հրաշալի գերբով մեթեորայի անունով ուրեմն մեթեորա շրջանի վանքերը կան լեռներուն վրա, բացառիկ վանքեր են, որ հոնգովինք ատկե վերջը երթալու համար թեպի ուրեմն Քավալա, Գորոնթոս, Թեսաղոնիկե, Փիլիպե, Բողոս Արաքյալի հետքերով է որ մենք հավասիկ կքալենք ամբողջությամբ։ Կտեսնեք սիրելներ քեղեցկությունը ծորին, թաշտերուն, հովիտներուն եւ լեռներուն եւ նաեւ ավերակներուն այստեղը հսկա ուրեմն պաշտամունքի վայր եղած է ինչպես է նաեւ սիրելիներ թանկարան գայցել եք կտեսնեք նաեւ բազմաթիվ արձաններ զանազան թարերեն եկած Քրիստոսի առաջ 6-րդ թարեն, 5-րդ թարեն, 4-րդ թարեն եւ այսպես եւ դա կրկնական է որ Սֆինքս նաեւ կա եւ այդ Սֆինքսին թիմակիցը անշուշտ կես մարդ կես կենթանի թեմքին վրա շրթունքներուն վրա ժպիտ կա եւ նաեւ արձաններու մեծ մասին վրա ժպիտ կա ադիգա սիրելներ կգոչվի արքայական ժպիտ եւ ատկի աստվելով է որ Լեոնարդո դա Վինչին օրինակ եւ որ Մոնալիզան գծեց Մոնալիզան ծեր աչքին դիմաց ունեցեք թե ինչպես արքայական ժպիտով է որ ուրեմն ներկայացված է դեսեք սիրելներ արցնակությունները այս արցնակությունները Քրիստոսի առաջ 5-րդ 6-րդ տարերուն են եւ այստեղ սիրելիներ նաեւ Ապոլոն այն վայր ուր որ ասիկա մուտք եղած է Ապոլոյի շարին Ապոլոն ուրեմն այս Դելֆի վայրը այն վայրն էր ուր սիրելիներ բանգներ ապակա մարգարեություններ գնային սիրելիներ որովհետև նաև Ապոլոն թե լույսի արևի չաստված գահամարվեր թե փանաստեղծության երկի թե նաև ապակայի եւ այլն եւ այդ բոլորի մեջը ասեմ որ Երոդանի 3 ոտքի ուրեմն նշանը խորտանի այստեղը միշտ եղած է ինչու 3 ոտք այս սույնը սիրելներ ասի միան արեստական տրածեն բարձրապես որտեղ ճիշտ այստեղը այս սույնի նման եղած է մարմարե իոնի ուրեմն սույնի դեսագ է ասիգա ինչու համար ուրեմն Երոդանի եղած է որ անգլերենով tripod կսենք tria հունարենով կնշանակի 3 pod կնշանակի ոտք Երոդանի 3 ոտքի այսինքն որովհետև ըստ ուրեմն իր Ապոլոյի եւ այս շրջանի Դելֆիի ուրեմն մարգարեական բացատրության անիգա խորհրդանշե անցյալը ներկան եւ ապական Եսեք սիրելներ Իոնյան ժամանակաշրջանի ուրեմն Սուներեն երևակայեցեք որքան պատմական վայրի մեջ կգտնվինք երևակայեցեք սիրելներ ահա դեսեք մանրամասնությունները չեմ ուզեր թփնալ ասոնք 5 քանի հազար դարվան ժայռեր են բեք չթփնալ գտեսնեք այստեղ ավասիկ ուրեմն սույները զանազան բետական նաև վայրեր եղած են այստեղը VIP դուները կան, այսինքն անոնք որոնք բետական մարդիկ էին, որովհետև ժողովուրդը դուրսը կմնար, ագորա կգոչվեր, շուգան ուր որ ժողովուրդը կաբրեր, իսկ այստեղերը բետական մարդիկ կաբրեին սիրելներ, այստեղն էր որ Սֆինքսը, դեսեք այս Սֆինքսը որ կա,
որ գսեի ցեզ ժբիդով էր, այս սֆինքսին դեղը ճիշտ այս վայրն է սիրելիներ, ճիշտ այստեղը իր ներքևի բադյանն է եւ այս բադվանտանն է ներողություն, այս բադվանտանին վրա է որ սարկված էր բարձրաթիր սֆինքսը, որ գխորտանշեր Ապոլո Չաստուձո դաջարի բահաբանը։ Տեսեք վայրը, սկանչելի վայր է։ Այստեղը շատ հրճագավոր է նաև այս քարերը ուղղակի օրիջինալ քարերն են սիրելներ, բացի քանի վայրերը որ վերագանքրված են, բայց այլապես եղածին պես վերագանքրած են այս ամբողջությամբ, բայց իր օրիջինալ քարերն են, բնական քարերն են, տեսեք վերի մանրամասնությունները գամարի վրա, եւ այսիգա սիրելներ կանցարան եղած է, որովհետեւ երբ որ եկած են գայսրեր, իշխաններ եւ այլն, նվիրած են կանցեր, նվիրած են այստեղը, ինչպես նաեւ գտեսնեք սիրելիներ, որ այստեղը գրված է մարաթոն, նայեցեք Ամիդեղոսե, հոստեղը A-ն է, R-ն է, մարաթոն, O եւ N-ը։ Եվ դեսեք հոստեղն ալ շատ գեղեցիկ բան կա, ուրեմն հաղթանագողներուն ինչպես ասի, իրենց քրխում բսակ կուդային, դեսեք բսակները, ինչպես արդեն որպես զարդարանք դրած են, հետևաբար ասիկա կանցարանն է, ուր ամբողջ կանցերը գբահվեին այստեղը։ Շատ դարածուն վայր է սիրելներ, շատ դարածուն վայր է, բայց խորին որ փորձեցի ցեզի պատմել ամեն ինչ, նաև մարաթոնի մասին ալ ցեզի խոսիմ, քանի որ օլիմպիկի ողոմբիական խաղերու մասին խոսեցա, ասեմ, շարունակեմ ողոմբիական խաղերու մասին խոսքս, որ Քրիստոսի առաջ 776-ին ուրեմն երբ որ սկսան ողոմբիական խաղերը, եւ Քրիստոսի հետ 392-93 թվականին Թեոդորոս Կայսրի ժամանակ գանքարին, ատկե վերջը 1500 տարի այդպես ողոմբիական խաղերը այլևս չխաղցվեցան, մինչև 1895 թվական, եւ որ Հունաստանը վերագանքնեց ողոմբիական խաղերը եւ ատկե վերջ, ինչպես որ ասի ամեն 4 տարին անգամ 4 քանի որ քաղաքներու մեջ 4 վայրերու մեջ ողոմբիական խաղեր կկատարվեին ամեն մեկ տարի մեկ վայրի մեջ, հետեւաբար օլիմպիկի մեջ ողոմբիայի մեջ 4 տարին անգամ կկատարվեր, ադոր համար ողոմբիական խաղեր այսօր 4 տարին անգամն է որ կկատարվին 1895-ին սկսյալ որպես նոր ժամանակ մինչև այսօր։ Իսկ մարաթոնի մասին ալ ցեզ եսեմ, որտեղ լսած եք մարաթոնը վազքի ինչ է։ Մարաթոնը սիրելիներ, ուրեմն վազքի անշուշտ, բայց երբ որ հույները բարսիկներուն թեմ հաղթանակ տարին, երկրորդ հաղթանակը բարսիկները հույներուն վրա երկու անգամ հարձակած են 1800 Քրիստոսի առաջ ներողություն, Քրիստոսի առաջ 490 թվականին եւ նաեւ Քրիստոսի առաջ 480 թվականին, ուրեմն երբ որ հաղթանակ տարին երկրորդ անգամ բարսիկներուն վրա, այդ ժամանակ ուրեմն ինչ պատահեցավ, ուրեմն մեկը վազեց 42 կիլոմետր, 41 ամբողջ եւ այլն բանը, բայց ընդհանուր 42 կիլոմետր եւ այդ ժամանակ սիրելիներ, երբ որ Աթենք հասավ որբեսի լուր որ հաղթած են, գուքա գսե որ հաղթեցինք եւ շունչը փչելով գմերնի եւ ահավասիկ մարաթոնի վազքը, երկար վազքերը սիրելներ այդ խորհրդանիշը ունին։ Այս կանցեզի սիրելի ուխտավորներ ողջույն։ Հոգնած եք։ Այո։ Ես սիրելիներ իրենց բավական բացմեցի, բայց ուզեցի որ դուգալ որ հետևի այս բոլորը, ողջույն բոլորիդ։ Հետևաբար օրտնյալը լակ, հետևաբար դուգալ իմացակ հիմա ամբողջ այս բացմությունը դերպի։ Աստծո օրտանքը ձեր բոլորին վրա լա սիրելիներ, հետևեցեք մեր այս բոլոր ուրեմն ներկայացներուն եւ եթե կփափակեք հաջորդ տարիներուն մեզի հետ ուխտակրացության սկալ զանազան վայրեր, մենք այս տարվա հոկտեմբերին Իտալիա բիդերթանք որպես ուխտավորներ Պետրոս եւ Բողոս Արաքյալներու հետքերով եւ եկող դարվա մեջ ունենք սիրելներ ուխտակրացություն Լիբանան, մայրներու երկիրը եւ սեպտեմբերին ունենք սիրելներ
երեք երկիրներ միատեղ Պորտուգալ, Իսպանիա եւ Ֆրանսա, Լուրդ եւ Ֆաթիմա եւ զանազան սրբավայրեր։ Ես Աստուծո օրհնանքը կխնդրեմ բոլորիդ վրա, Աստված թող պահպանեց ես բոլորդ, մեր հայրենիքը եւ բոլոր մեր ժողովրդի զավակները։ Աստված ցեզ արադաբես թող օրհնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։